Fidgetal Sport-ը 21-րդ դարի նոր մարզաձև է։ Երևանում կրկին մեկ հարկի տակ էր համախմբել դասական ու վիրտուալ խաղերի պրոֆեսիոնալներին։ Fidgetal Sport Հայաստան կազմակերպության պատվերով Սփարսիս միջազգային մարքեթինգային ընկերությունն է մեր երկրում տեղայնացնում միջազգային փորձը ու արդեն երրորդ անգամ կազմակերպում Fidgetal խաղերի մրցաշարը։ Առաջին անգամ Fidgetal խաղերը Հայաստանում անցկացվեցին 2024 թվականին։ Այդ խաղերը ավելի շատ փորձարարական բնույթ էին կրում։ Նախ հասկանալու համար ինչ արձագանք կստանանք սպորտային միջավայրից, մարզիկներից։ Դրական արձագանքից հետո է որ որոշեցինք այն իրականացնել արդեն որակավորման չափանիշներին համապատասխան։ Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Fidgetal ֆուտբոլի եւ երկրորդ անգամ Fidgetal պարերի մրցաշար։ Ֆուտբոլային եւ պարային խաղերը անցկացվում են մեկ հարթակում, սակայն ընդգրկում են տարբեր թիմեր, տարբեր մասնակիցներ, բայց այնպես ենք անում, որ ընդհանուր սպորտային իրադարձությունը ներգրավի եւ պարողներին եւ ֆուտբոլիստներին։ Fidgetal շարժումը ավանդական սպորտի եւ թվային միջավայրի միավորում է։ Գրեթե ամբողջությամբ վիրտուալ խաղերի աշխարհ տեղափոխված նոր սերնդին իրական մրցադաշտ վերադարձնելու նպատակ ունի այս հիբրիդային մարզաձևը։ Այս տարի ունեինք շատ ավելի թիմեր, որոնք ցանկանում էին մասնակցել Հայաստանում անցկացվող մրցաշարի։ Ընտրվել են լավագույնները։ Fidgetal Sport Հայաստանի կազմակերպության նպատակն է հանրայնացնել այս մարզաձևերն այստեղ, ինչը հաջողությամբ ստացվում է։ Մեր հիմնական առաքելությունն ենք համարում միայն համակարգչային խաղեր խաղացող նոր սերնդին բերել նաև ֆիզիկական միջավայր, ցույց տալ, որ վիրտուալից բացի կա նաև այլ կյանք, որը հետաքրքիր է, նաև օգտակար մարդու օրգանիզմի համար։ Այսպիսի մրցաշարեր կազմակերպելով մենք ընդգծում ենք ներդաշնակ ու համաչափ զարգանալու կարևորությունը։ Ցույց ենք տալիս, որ նաև այդ ճանապարհով կարելի է վաստակել ու դառնալ չեմպիոն։ Fidgetal շարժումը աշխարհում արագորեն տարածվում է եւ զարգանում։ Մեր երկիրը առաջնագծում է։ Հայաստանը World Fidgetal Community միջազգային կազմակերպության համահիմնադիր երկիր է։ 90-ից ավելի երկրներ են գրանցված Fidgetal միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։ Հայաստանում անցկացվող Fidgetal խաղերը համարվում են օրինակելի եւ այս խաղերին եւս ունենք հյուրեր արտասահմանից, ովքեր եկել են մեր մոտ տեսնելու կազմակերպչական աշխատանքները, բուն խաղերի ընթացքը, հետագայում նաեւ իրենց երկրում, իրենց քաղաքներում կազմակերպելու համար։ Սա նաեւ մեր երկրի հանրահռչակման եւս մեկ անգամ Հայաստանի մասին խոսելու լավ առիթներից մեկն է։ Տարեցտարի նման ֆորմատի մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծանում է եւ մենք համոզված ենք, որ մոտ ապագայում կկարողանանք իրականացնել նաեւ հայտնի մրցաշարերի մեջ ներգրավված բոլոր դիսցիպլիններին վերաբերող խաղերը։ Fidgetal պարերի մրցաշարում մասնակիցները ցուցադրեցին ստեղծագործական հմտություններն ու ֆիզիկական շարժումների ճկունությունը։ Ձեռքում բռնած սարքը ֆիքսում էր պարողների շարժումների ճշգրտությունը։ Իրական ժյուրիից բացի գնահատում էր նաև թվայինը։ Մրցակիցները բավականին ուժեղ էին, բավականին թեժ պայքարել։ Շատ հաճելի է, որ Հայաստանում նմանատիպ իվենթներ են կազմակերպում, որը խրախուսում է ոլորտի զարգացմանը։ Հայաստանում անցկացվող խաղերը վարկանիշային են։ Fidgetal Dancing մրցաշարի հաղթողը հաջորդ տարի Հայաստանը կներկայացնի Ղազախստանում անցկացվող միջազգային մրցաշարին, առավել լարված ու թեժեր ֆուտբոլային մրցաշարը։ Եզրափակիչ փուլում պայքարում էին Արարատ Արմենիա եւ Streetball Armenia թիմերը։ 5-4 հաշվով հաղթեց Արարատ Արմենիան, ստացավ գավաթն ու 1 միլիոն դրամ պարգև։ Երկրորդ տեղը զբաղեցրած Streetball Armenia թիմը ստացավ 600,000 դրամ, երրորդ տեղը զբաղեցրած Երևան Eagles-ը 400,000 դրամ։ Fidgetal Dancing մրցաշարում առաջին տեղը զբաղեցրած Լալա Գևորգյանը ստացավ 200,000 դրամ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար 125,000 եւ 75,000 դրամ։ Սպասում են առաջիկայում Fidgetal նոր խաղեր, այս անգամ ոչ միայն Fidgetal ֆուտբոլի եւ Fidgetal պարերի, այլ նաեւ հույս ունենք նաեւ ներգրավելու նոր մարզաձևեր, այսպիսով մեր մարզասերներին հնարավորություն տալով իրենց ուժերը չափել նաև նոր դիսցիպլիններով, նոր սպորտային խաղերով։ Հայաստանում արդեն երրորդ անգամ բարձր մակարդակով անցկացվող Fidgetal խաղերի մրցաշարի կազմակերպիչն է Սփարսիս միջազգային մարքեթինգային ընկերությունը, որի փորձառության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ միջոցառումը այս տարի էլ ընթացավ անթերի, ընդգծելով ոչ միայն միջազգային մարքեթինգային ընկերության կազմակերպչական հմտությունները, այլև Հայաստանի առաջատար դիրքը ոլորտում։ Իսկ հայ մարզիկները խոստանում են միջազգային մրցաշարերում գրանցել լավ արդյունքներ եւ ել ավելի բարձրացնել մեր երկրի հեղինակությունը։